Քրիստոս հարյավի մերելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս։ Աստծո կանչը, սիրելիներ, այսօրվա խորհրդի մեր թեման է։ Աստված կանչում է յուրաքանչյուր մեկիս։ Տերը տարբեր եղանակներով է կանչում։ Գիտեք, երբեմն լինում է դեպքեր, երբ մենք ինչ-որ աշխատանքի մեջ ենք, ինչ-որ գործի մեջ ենք, եւ այնքան կապված ենք այդ աշխատանքին ու գործին, մանավանդ եթե այնտեղ հաջողություն կա, որ Աստծո կանչը չենք լսում։ Շատ դեպքերում Տիրոջ կանչը մեզ ասում է, որ պիտի թողնես այդ պահին ամեն ինչ։ Անգամ ընտանիքը պիտի թողնես, որովհետև դու ինձ պետք ես, բայց մենք չենք համարձակվում, որովհետև կապված ենք մնում այս աշխարհի անելիքներից եւ չենք ուզում ինչ-որ ձևով Տիրոջ կանչին ընդառաջ գնալ։ Այսօրվա ընթերցումը Մարկոսի ավետարանի առաջին գլխից սիրելիներ այդ կանչի մասին է։ Երբ նա անցնում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ Սիմոնին եւ նրա եղբորը Անդրեասին, որոնք ուրկանները ջուրն էին գցում, որովհետև ձկնորս էին։ Հիսուսը նրանց ասաց. «Եկեք իմ հետևից, եւ ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ Իսկույն թողնելով ուրկանները գնացին նրա հետևից։ Սիրելիներ, մարդիկ ձկնորս են, օրվա ծուգն են որսում, որպեսզի կարողանան ուտեն, վաճառեն, իրենց օրվա հացը ունենան։ Ասում է, իսկույն թողեցին ուրկանները եւ գնացին Քրիստոսի հետևից։ Ինչքան գեղեցիկ է, երբ մենք լսում ենք Տիրոջ կանչը եւ իսկույն թողնում ենք այդ պահին մեր անելիքը այն, որ մեզ օրվա հաց պիտի տա, բայց գնում ենք Տիրոջ կանչի հետևից, որովհետեւ վստահ ենք, որ Տերը մեզ անոթի չի թողնելու, Տերը մեզ մերկ չի թողնելու, Տերը մեզ անտեր չի թողնելու, որովհետեւ եթե այսօր կարևորում ենք Տիրոջը, Տերը այդ կարևորության մեջ ապահովելու մեր կյանքի ամեն բանը։ Ուրեմն այսօրվա խորհուրդը թող լինի Տիրոջ կանչին ականջ դնելու մասին։ Յուրաքանչյուր մեկս պետք է պատրաստ լինենք Տիրոջ խոսքին հետևել, որի միջոցով հանգիստ եղեք, Աստված կտա օրվա հացն էլ, ջուրն էլ, հագնելիքն էլ, աշխատանքն էլ։ Տերը իր ծառային երեսի վրա չի թողնի, բայց ծառայելու համար պետք է պատրաստ լինենք Տիրոջ կանչին ընդառաջ գնալու։ Քրիստոս հարյավի մերելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։